Ուրեմն մեր Տեր Հիսուս Քրիստոս ինքն մեզ զգուշացնում է, որ կեղծավորություն չանենք, երբ ծոմ կամ պահք ենք պահում։ Եվ ինչպես նկատեցիք Սուրբ գրային բոլոր մեջբերումները ոչ միայն խոսում են ծոմի կամ պահքի մասին, այլ ծոմի, պահքի և աղոթքի մասին։ Այսինքն այս երեքը շատ կարևոր են մեզ ինքնամաքրվելու համար, որպեսզի Աստծուն դառնանք ավելի հաճելի։ Հակառակ դեպքում, եթե մենք պահք պահենք կամ ծոմ պահենք և մեկս մյուսին չհարգենք, չսիրենք, չներենք, ուրեմն Աստծու համար այդպիսի ծոմապահություն ընդունելի չի և Աստված երբեք էլ մեր ձայնը չի լսի, ինչպես այսօր ազդարարեց Մարգարեն։ Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, վաղվանից սկսվում է շաբաթապահքը, և սա կարևոր առիթ է, կարևոր հնարավորություն է մեզ բոլորիս, որպեսզի մենք որպես համայն սկսենք պատրաստվել մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծննդյանը։ Սա շատ կարևոր է և ես կուզեմ, որ եթե չկան հատուկ բժշկական արգելքներ ծննդի հետ կապված, դուք փորձեք պահել այս շաբաթապահքը, սակայն այն պետք է զուգորդվի աղոթքով և համերաշխությամբ, որովհետև սա միջոց է նորից վերադառնալու դեպի այն ճշմարիտ և հավատքով լեցուն կյանքը, որով ապրել են մեր հայրերը, մեր պապերն ու մեր նախնիները։